Ես Սուսան Հովանեսյանն եմ, արդեն 4 ամիս է մենք խաղաղ ակցիաներ ենք կազմակերպում, բանկերի առաջ, կենտրոնական բանկի առաջ, բայց արդյունք չենք ստանում, ոչ մի պատասխան չունենք պատկան մարմիններից, արդյունք, ուզում եմ ասեմ, այնպիսի արդյունք, որպեսզի մեզ գոհացնի։ Մինչև գանք հասնենք արդյունքին, նախ խնդրեմ պատմեք, թե դեպքը ինչպես է տեղի ունեցել, կոնկրետ ինչքան եք տուժվել։ Արդեն շատ պատմել եմ դեպքը, այստեղ տուժողները շատ են, 200-ից ավել մենք տուժողներ ունենք։ Որ բանկի տուժող եք։ Բանկերը ID բանկ, Արշին բանկ, Ինեկո բանկ։ Խնդրեմ ձեր օրինակով բացատրեք։ Արշին բանկը իմ անունով ապօրինի վարկաձևակերպվել 400,000 եւ իմ հաշվի վրայի գումարն է տարվել, իմ անձնական հաշվի այն գումարը, որը վստահել եմ Արշին բանկին։ Այսինքն Արշին բանկը կամ մյուս բանկերը ունեն այնպիսի թույլ մեխանիզմ, որ մեր անձնական գումարները չեն կարող ապահով թողել իրանց բանկում։ Երբ եք տեսել, որ այդ վարկաձևակերպվել է։ Ստացել, ինձ հղում էին ուղարկել կանխավճարի համար, վաճառք եմ կայացրել, հղումով անցել եմ, որպեսզի իմ գումարը ես վերցնեմ, մուտք է ունեցել արդեն զեղծարարը։ Այդ ընթացքում զանգել եմ բանկ, տեխնիկական մասով, որ ինձ ուղարկեն կոդ չեմ կարողանում մուտք գործել իմ հավելված, այնինչ արդեն մուտք են գործել իմ հավելված ու աշխատակիցին չի տեղեկացրել, որ ձեր հավելված արդեն մուտք գործող կա ու արդեն ձեր վարկ է ձևակերպել։ Դա որ թվականին է եղել։ 24 թվականի ապրիլի 2-ին է եղել, արդեն մի տարուց ավել անցել, արդեն մի տարի մի քանի ամիս, ոչ մի շոշափելի արդյունք չեմ ստացել, քննչականում է գործը, 3 քննիչ է փոխվել եւ ոչ մի արդյունքի չեմ հասել դեռ։ Ինչ որ կարգավիճակ ունեք։ Ես ունեմ եւ տուժող եւ ոչ տուժող, այսինքն եւ բանկն է տուժող եւ ես եմ տուժող, որովհետեւ իմ անձնական գումարն են տարի, ես եմ տուժող։ Վարկը ձևակերպել է բանկը, օնլայն վարկա ձևակերպել զեղծարարի կողմից։ Ինչքան մարման ժամկետով եւ ինչքան տոկոսադրույքով։ Այսօր որ ճիշտն ասեմ, հենց այսօր վարկի օրն է։ Ստիպված վճարում եմ, ունեմ ոսկի գրավադրված եւ հիպոթեք։ Ստիպված վճարում եմ, որպեսզի մնացած իմ ունեցվածքին վտանգ չսպառնա, որովհետեւ 1-2 ամիս չվճարելու դեպքում ինձ նամակ ուղարկեցին, որ ես գույք ունեմ գրավադրված Արշին բանկում, կարգրավենք ձեր գույքը առանց ձեր իմացության։ Ստիպված վաճառել եմ իմ գույքը, որպեսզի այն գումարը, որ գրավադրված տարել են, այդ գումարը ես վճարեմ։ Տոկոսադրույքը եւ մարման ժամկետը 8000 դրամ ամսեկան, ես 1 տարի արդեն փակում եմ այդ գումարը։ Դեռ 15000 դրամ է իջել այդ գումարից։ Կոնկրետ ազգային ժողովից ինչ պահանջում։ Գոնե այս մարդկանց հարցերին լուծում տրվի։ Մարտին Գալստյանը հայտարարությունն է կատարել, որ սառեցրել է այն վարկերը 3 տարով, բայց այդ ձեռնը մեզ պետք չի որ սառեցվի, մեզ պետք է որ այս վարկերը, որը որ մենք չենք վերցրել, ընդհանրապես չեղարկվի։